Արման Եղոյան։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, ես մի իրավաբանական հարց ունեմ։ Սիրով։ Դրա պատասխանը ունի մեկ միակ հնարավոր ճիշտ պատասխան իմ հարցը, այն բարդ չէ, դուք դրա պատասխանը գիտեք, բայց եւ այնպես չեք տալու այդ պատասխանը, ես դա էլ գիտեմ, ես չեմ հարցնում, որ լսեմ իմ հարցի միակ հնարավոր ճիշտ պատասխանը, ես հարցը տալիս եմ, որ լսեմ, թե դուք ինչպես եք խուսափելու այդ հարցի ճիշտ պատասխանը հնչեցնելուց։ Եվ այսպես, նախընտրական շրջանում ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում էր, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը։ Հայաստանի հաջորդ վարչապետը, անկախ ընտրությունների արդյունքներից, ցուցակում ընդգրկված մարդկանց անուն ազգանուններից, նշանակվելու էր, հիմա արդեն նշանակվել է այս տարվա օգոստոսի 2-ին։ Իրավաբանորեն, ընտրության որևէ ելքի պարագայում, ընդհանրապես այս տիեզերքում որևէ իրադարձության պարագայում հնարավոր էր արդյոք մի այնպիսի հավանականություն, լինի դա 0.001 կամ անվերջորեն 0-ին մոտ հավանականություն, որի պարագայում հնարավոր կլիներ այս տարվա օգոստոսի 2-ին Սամվել Կարապետյանին նշանակել Հայաստանի վարչապետ։ Եվ եթե ոչ, ապա ինչու էր քաղաքականապես, քաղաքական էթիկայի տեսանկյունից նման ակնհայտ անհնար բանը ասվում որպես քաղաքական նպատակ։ Ես հասկանում եմ, որ ոչ բոլոր քաղաքական խոստումներն են, որ հնարավոր է 100%-ով իրականացնել, բայց կներեք զրոյական հավանականությամբ խոստում տալն էլ քաղաքական էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ։ Հետևաբար հարցս հնարավոր է արդյոք որևէ պարագայում ընտրության որևէ արդյունքի պարագայում նույնիսկ եթե 2/3 ունենայիք այս դահլիճում իրավաբանորեն մեծ սահմանադրության տեսանկյունից կարող էիք արդյոք այս տարվա օգոստոսի 2-ին Սամվել Կարապետյանին նշանակել Հայաստանի վարչապետ։ Շնորհակալ եմ։ Հարցի պատասխանը շատ հստակ մենք մեր հայրենակիցներին դեռևս փետրվար ամսին բացահայտել ենք։ Մենք ճանապարհային քարտեզ էինք ներկայացրել։ Մենք ասում ենք, որ պատասխանատվությունը վարչապետի ստանձնելու է Սամվել Կարապետյանը, բայց նախքան դա սահմանադրության փոփոխություն պետք է իրականացնեինք այս ազգային ժողովի նիստերի դահլիճի ձևաչափով։ Մինչ այդ փոփոխություն անելը, հետևաբար եթե տառացի ենք ձեր հարցը դիտարկում, օգոստոսի 2-ին Սամվել Կարապետյանը հենց օգոստոսի 2-ին տեխնիկապես խոչընդոտի պայմանից ելնելով չէր կարող առաջադրվեր որպես վարչապետ, բայց օրինակ այ օգոստոսի 12-ին շատ հանգիստ այն հնարավորությունը իրացվելու էր։ Նախքան դա, ենթադրում եմ պետք է ասեք, այս օգոստոսի 2-ից մինչև 12-ը, իսկ ով էր լինելու վարչապետի պարտականությունները ապահովողը եւ այլն, լինելու էր Նարեկ Կարապետյանը։ Ավելին, դա մենք թափանցիկ ենք ներկայացրել։ Մենք նույնիսկ հիմա օրինակ ես օգոստոսի 12-ը վկայակոչեցի, հեսա է դրա օրինակն էլ կքննարկենք, կարար լիներ նաև մինչև օգոստոսի ավարտը, որտեղ մեր գործընկերներից նաև հենց հնչելել էր 1 ամսվա ընթացքում։ Այսինքն ընտրությունների ավարտից հետո, ձևավորումից հետո ընտրության արդյունքների 1 ամիս ժամկետ ունենալու ենք։ Ոնց էինք նաև դա պատկերացնում։ Անկեղծ լինենք, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավորները, եթե ընտրությունների արդյունքները հունիսի 7-ից լույս 8-ը ներկայացվեին այնպես ինչպես օբյեկտիվ իրականության մեջ շատ հնարավոր էր, որ ներկայացվեր, հնարավոր է մինչև օգոստոսի 2-ը փոփոխություն լիներ։ Սահմանադրության համապատասխան դրույթի փոփոխության մասով ազգային ժողովի 7-րդ գումարումը շատ հետաքրքիր նախադեպ էր ստեղծել։ Առանց սահմանադրական դատարան ուղարկելու սահմանադրության փոփոխություն։ Այդ ժամանակ նիստն էլ նախագահում էր Արարատը Միրզոյան, ով ուղիղ արձանագրեց, որ մենք այս դահլիճում նախադեպ ենք ստեղծում։ Սահմանադրությունը փոխում ենք, սահմանադրական դատարան չենք ուղարկում, իդեպ, ովքեր 7-րդ գումարման պատգամավոր եղել են, իրենք դրա համար կողմ են քվեարկել, որ սահմանադրական դատարան չուղարկվի։ Չգիտեմ ում միտքն է դա եղել, բայց ուղիղ այդ հարցը առանձին քննարկվել է։ Այդ նախադեպը կիրացվեր Քավլիցի։ Հետևաբար Սամվել Կարապետյանը լինելու էր վարչապետ։ Այո, լինելու էր։ Ստանձնելու էր պատասխանատվություն։ Այո։ Իրականացնելու էր այն փոփոխությունները, որոնք մեր հայրենակիցները իսկապես սպասում են, իսկապես արժանի են։ Միանշանակ։ Դրա համար
գործողությունները մենք շարունակելու ենք եւ ունենալու ենք մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը։ Սպասում եմ ձեր արձագանքին։ Համեցեք։ Պարոն Վարդևանյան, ես իզուր չի որ ասացի, տիեզերքում հնարավոր որևէ իրադարձության պարագայում։ Պարզը, որ այդ ձեր ասած էլի շատ անհավանական 0-ին մոտ հավանականության պարագայում միգուցե եւ այդ կետը փոխել հնարավոր լիներ, կացության ցենզի կետը փոխել հնարավոր լիներ, այն ինչ որ դուք ասել եք, որ պատրաստվում եք փոխել, բայց նույնիսկ այդ պարագայում օտարերկրյա քաղաքացին չէր կարող դառնալ Հայաստանի վարչապետ։ Թե դուք պատրաստվում եք նաեւ սահմանադրության այն արգելքը վերացնել, որով օտարերկրյա քաղաքացին կարող է դառնալ Հայաստանի վարչապետ։ Օգոստոսի 2-ին էլ, 12-ին էլ, սեպտեմբերին էլ, հոկտեմբերին էլ, նոյեմբերին էլ, դեկտեմբերին էլ Սամվել Կարապետյանը միևնույն է լինելու է օտարերկրյա քաղաքացի, որովհետև իր օտար քաղաքացիությունից հրաժարվելը տևելու է, եթե իհարկե սկսել է գործընթացը, ես դա էլ չգիտեմ, տևելու է առնվազն 6 ամիս, սկսելու պահից, ես չգիտեմ երբ է սկսել։ Հետևաբար, այս արգելքը դուք ոնց եք հաղթահարելու, որ օգոստոսի ձեր ասած թող լինի 12-ին, բայց լիներ վարչապետ։ Թե օտարերկրյա քաղաքացին պիտի լիներ Հայաստանի վարչապետ։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան, դուք պարոն Արմեն Սարգսյանի, պաշտոնաթող նախագահի, այսպես ասած կարգավիճակի գործի վերաբերյալ հանգամանքներին տեղյակ եք թե ոչ, ես որոշակի առումով տեղեկացված եմ։ Քաղաքացիությունից հրաժարվելու սահմանադրական պահանջի մեկնաբանման առանձնահատկությունները ես կներկայացնեմ մի առիթով, որովհետև կարծում եմ նշվածը նաև հրապարակայնորեն ներկայացնելը միգուցե այդքան էլ ճիշտ չէ, եթե շատ կպնդեն այլ գործընկերներ կներկայացնեմ էլ։ Առաջնային հարցը հետևյալն էր. արդյոք քաղաքացիությունից այդ պահին հրաժարված լինելու է գործընթացի տեսանկյունից կամքի արտահայտման միանշանակ։ Մնացած մասով դա այն հատվածն է, որը կարծում եմ այդքան էլ անհրաժեշտ չէ հրապարակայնորեն ներկայացնել։ Որոշակի հանգամանքներ կան, որը հենց օրինակ պարոն Արմեն Սարգսյանի դեպքը ուսումնասիրելու պարագայում որոշ հանգամանքներ կբացահայտեք։ Այն, որ մեր պատկերացումը հետևյալն էր, որը ընդհանրապես ցենզը ներկայացվող կառավարության անդամներին պետք է փոխվեր միանշանակ է։ Սփյուռքը պետք է մասնակից դառնա կառավարության կառուցվածքի կազմի գործողությունների միանշանակ է։ Դրա մասին նաև դուք եք քաղաքական հայտարարություն արել։ Բայց ի դեպ հետո երևի Սփյուռքից նեղացաք, էլ դրա մասին չխոսեցիք, թե Սփյուռքին նեղացրեցիք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար